Երբևէ վախեցել եք ենթաստամոքսային գեղձը չի վերականգնվում մարտահայտությունից։ Ինչ կլինի, եթե այդպես ասենք։ Նախ, եկեք անկեղծ լինենք։ Եթե ապրում եք քրոնիկ պանկրեատիտով, ապա գիտեք այն սննդամթերքները, որոնք ստամոքսը խառնում են։ Փքվածություն, փորոտիք, կողոսկրերի տակ աղյուսի նման ծանրություն։ Ձեր կղանքը երբեմն հեղուկ է, երբեմն տարօրինակ գույնի։ Հոգնածություն յուրաքանչյուր կերակուրից հետո կարծես քար եք կերել։ Եվ դուք վախենում եք ուտել, վախենում եք նշանը բաց թողնելուց, վախենում եք ևս մեկ նոպայից։ Բայց ահա կարևորը, ենթաստամոքսային գեղձը խափանված մեխանիզմ չէ։ Այն օրգան է, որը կարող է վերականգնվել, ոչ թե ճիչերով և դեղահաբերով, այլ լուռ, նրբորեն, ձեր օգնությամբ։ Ինչ է նրան պետք։ Տաք, հանգստացնող սնունդ, առանց կոշտ համեմունքների, առանց թթվի, առանց սթրեսի։ Երբ դուք հեռացնում եք բոլոր ավելորդ նյութերը, ձեր մարմինը հիշում է, թե ինչպես լինել առողջ։ Այս տեսանյութում դուք չեք լսի ուտեք շիլա։ Մի ուտեք տապակած սնունդ տրամագծային արտահայտությունները։ Դուք կսովորեք, թե որ պարզ սննդամթերքներն են իրականում խթանում վերականգնումը, որ սովորություններն են ճնշում ենթաստամոքսային գեղձի գործառույթը, նույնիսկ առանց սննդի, եւ որ մոռացված սննդամթերքը, որը գրեթե երբեք չի հիշատակվում, կարող է լինել ձեր ամբողջ մարսողական համակարգի բարելավման բանալին։ Դիտեք մինչև վերջ, քանի որ ձեզ սպասում է իսկական անակնկալ։ Նրանք, ովքեր կիրառում են այս գիտելիքները, ոչ միայն ավելի թեթև կզգան, այլև կրկին կսկսեն ապրել առանց սննդից վախենալու։ Երբ ենթաստամոքսային գեղձը բորբոքվում է, ցանկացած սնունդ դառնում է մարտահրավեր։ Նույնիսկ մեկ գդալը կարող է փոթորիկ առաջացնել ներսում։ Ահա թե ինչու վերականգնման ճանապարհը չի սկսվում դեղորայքից, այն սկսվում է տաք գդալով ինչ-որ անվտանգ բանից, ինչ-որ բանից, որը չի վախեցնի մարմինը, բայց հնարավորություն կտա նրան շնչել։ Եվ այս ճանապարհին առաջին սնունդը գարու շիլան է։ Գարու շիլան խաղաղություն է ենթաստամոքսային գեղձի համար։ Մոռացված, մոխրագույն, անփայլ, բայց դրանում է թաքնված նրա ուժը։ Այն չի առաջացնում շաքարի կտրուկ աճ, չի պահանջում մեծ քանակությամբ ֆերմենտներ, չի գրգռում լորձաթաղանթը, այն պարզապես խաղաղություն է ապահովում։ Եփեք այն երկար ժամանակ ջրի մեջ, առանց աղի, յուղի կամ շաքարի։ Հասցրեք այն գրեթե պյուրեի վիճակի, որպեսզի գդալը սահի դրա միջով, առանց դիմադրելու։ Առավոտյան կամ կեսօրին դանդաղ կերեք, առանց շեղող բաների։ Սա նախաճաշ չէ, այլ առանց դեղատոմսի վաճառվող բժշկական միջամտություն։ Երկրորդ, փափուկ կաթնաշորը սպիտակուց է, առանց կոշտության։ Երբ զգաք, որ ցավը մեղմանում է, կարող եք անցնել հաջորդ քայլին։ Ոչ թե միս, ոչ թե երշիկ, այլ փափուկ, ոչ թթվային կաթնաշոր։ Այն կապահովի սպիտակուց, բայց առանց լարվածության։ Այն կաջակցի հյուսվածքներին, բայց առանց պայքարի։ Կարևոր է, որ ճարպի պարունակությունը չգերազանցի 5%-ը։ Ոչ թթու, ոչ սառը, միայն սենյակային ջերմաստիճանում, ոչ շաքար, ոչ հաց։ Իդեալականում նուրբ կարկանդակ կամ պուդինգ։ Ոչ մի կեղև, դավչին եւ մուրաբա։ Միայն ջերմություն, միայն փափկություն։ 3 թխած խնձորը քաղցրություն է, որը չի ցավեցնում։ Եվ հետո գալիս է այն պահը, երբ դուք ցանկանում եք ինչ-որ քաղցր բան։ Սա նորմալ է, դա կյանքի նշան է։ Բայց սովորական խնձորը կարող է դառնալ ծուղակ, թթու, կեղև, մանրաթել, կայերք, եւ դա պարզապես թխած խնձոր է։ Վերցրեք քաղցր, փափուկ խնձոր, առանց թթվայնության։ Թխեք 180 աստիճան Ցելսիուսում 15-20 րոպե։ Կարող եք մի փոքր դարչին ցանել համի եւ թեթևացման համար, բայց ոչ շաքար, մեղր կամ մուրաբա։ Կերեք տաք վիճակում, եւ դուք կզգաք ներքին թեթևություն։ Այս 3 ուտեստները դիետա չեն։ Դրանք 3 քայլ են կրկին անվախ դառնալու համար սննդից։ Սկզբում շիլա, հետո սպիտակուց, ապա քաղցրավենիք։ Քայլ առ քայլ, առանց ճնշման, առանց ռիսկի, պարզապես հարգանք ձեր մարմնի նկատմամբ եւ կրկին ցավազուրկ ապրելու ցանկություն։ Երբ դուք առաջին քայլն եք անում, ձեզ ավելի լավ կզգաք, բայց դա բավարար չէ։ Մարմինը դեռ հիշում է ցավը, վախը, ջղաձգությունները։ Մենք պետք է շարունակենք ենթաստամոքսային գեղձին տալ ոչ միայն հանգիստ, այլև պայմաններ, որոնցում այն կարող է դանդաղ, բայց հաստատուն կերպով նորից սկսել աշխատել։ Բրնձի շիլա, որը ջանք չի պահանջում։ Երբ իրավիճակը իսկապես վատ է, ձեզ անհրաժեշտ է սնունդ, որը չի պահանջում մարսողություն, այլ պարզապես սահում, պարուրում եւ պաշտպանում է։ Ահա թե ինչ է լորձոտ բրնձի շիլան։ Եփեք այն կլոր բրնձով եւ ջրով։ Ավելացրեք ավելի շատ ջուր եւ ավելի քիչ ֆիտ կոնսիստենցիա, մինչև խառնուրդը հարթ դառնա, երբ այն գդալով հանեք ամանից, առանց աղի կամ յուղի։
Ավելի ինտենսիվ ազդեցության համար կարող եք ավելացնել մի փոքր վարսակի փաթիլներ։ Յուրաքանչյուր գդալը տաք կոմպրեսի է նման, առանց լարվածության, առանց խուճապի, առանց ցավի։ Մասուրի թուրմը ըմպելիք է, որը գիտի թե ինչ անել։ Պանկրեատիտի դեպքում ջուր խմելը կարևոր է, բայց միայն ջուրն անօգուտ է։ Մասուրի թուրմը սակայն առավելություն ունի։ Այն նվազեցնում է բորբոքումը, աջակցում է արյան անոթներին, չի գրգռում եւ ամենակարևորը դա անում է նրբորեն, աննկատ, բայց հետևողականորեն։ 3 գդալ մասուրը եփեք 0.5 տաք ջրով։ Մի եռացրեք, թողեք այն թրմվի թերմոսում 6-8 ժամ։ Խմեք կես բաժակ ամբողջ օրվա ընթացքում, առանց շաքարի կամ կիտրոնի։ Միայն մաքուր, բնական օգնություն։ Գազարի պյուրեն խավարտ չէ, այլ դեղամիջոց գդալի մեջ։ Գազարը մանկության բանջարեղենն է, բայց դրանք են, որոնք բուժում են մեծահասակների պես, աջակցելով լյարդին եւ հետեւաբար ենթաստամոքսային գեղձին, բարելավելով լեղու արտահոսքը, պարունակող կարոտին եւ պեկտին բորբոքման դեմ եւ հավասարակշռելով միկրոֆլորան։ Եփեք այն գոլորշու կամ եռացրեք։ Այնուհետև կարող եք ավելացնել մի կաթիլ յուղ պյուրեին առանց աղի կամ համեմունքների, բայց միայն եփելուց հետո։ Կերեք դանդաղ առավոտյան կամ ճաշի ժամանակ, այն զգացողությամբ, որ չեք ուտում, այլ հոգ եք տանում։ Այս 3 ուտեստները ավելին են, քան պարզապես սկիզբ։ Դրանք ազդանշան են մարմնին։ Դու անվտանգ ես։ Ես չեմ շտապում։ Ես մոտ եմ։ Ջերմություն, պարզություն, մեղմություն։ Եվ մարմինը սկսում է փոխադարձաբար արձագանքել առանց ցավի, առանց վախի, առանց դեղահաբերի։ Ցավից հետո գալիս է հոգնածությունը։ Նույնիսկ երբ ենթաստամոքսային գեղձը այլևս չի գոռում, այն դեռևս խոցելի է, ինչպես այրված մաշկը, եւ այս պահին այն հատկապես կարիք ունի պաշտպանիչ սննդի։ Սննդամթերքի, որը չի պահանջում, այլ ապահովում է, ինչպես վարսակի ժելեն, ներսից պաշտպանիչ շերտ։ Սա պարզապես տատիկի ժելեն չէ, դա փափուկ պատնեշ է, որը պարուրում է ամեն ինչ, ստամոքսը, աղիքները, ենթաստամոքսային գեղձը, եւ ոչ միայն պարուրում է, այլև թույլ է տալիս նրանց հանգստանալ։ Պատրաստեք այս կերպ. 4 ճաշի գդալ վարսակի շիլա գումարած 500 մլ ջուր։ Թողեք այն ամբողջ գիշեր թրմվի, առավոտյան եփեք 10 րոպե, քամեք եւ խմեք տաք վիճակում, առանց հավելումների։ Այն նվազեցնում է բորբոքումը, բարելավում է կլանումը եւ չի պահանջում ֆերմենտներ, ինչը նշանակում է, որ այն չի գրգռում գեղձը։ Կտավատի սերմերի թուրմը բնական բուժիչ կել է։ Կտավատը ոչ նորաձևություն է, ոչ էլ դիետա։ Այն բուժիչ ուժ է։ Երբ ներսում ամեն ինչ գրգռված է, կտավատը ներսից դառնում է փափուկ։ Պատրաստման եղանակը. 1 գդալ սերմ գումարած 100 մլ եռացող ջուր։ Թողեք թրմվի 2-3 ժամ։ Լավագույնն է գելանման խառնուրդը խմել առավոտյան դատարկ ստամոքսին կամ ուտելուց 30 րոպե առաջ։ Այն նվազեցնում է բորբոքումը, պաշտպանում է լորձաթաղանթները, բարելավում է աղիքների աշխատանքը եւ օգնում է մարմնին վերականգնվել առանց սթրեսի։ Դդումը մանկական պարզություն է, որը փրկում է մեծահասակներին։ Երբ դուք ցանկանում եք ինչ-որ սովորական, ծանոթ եւ կշտացնող բան, բայց ամեն սովորական բան վախ է առաջացնում, ապա դդումը օգնության է հասնում։ Այն չի պահանջում ֆերմենտային հարձակում, պարունակում է հակաբորբոքային կարոտին եւ նրբորեն ազդում է լեղու հոսքի վրա, ինչը նշանակում է, որ այն նաեւ օգնում է ենթաստամոքսային գեղձին։ Պատրաստեք այն պարզապես թխած, առանց կեղևի, եփած կամ գոլորշու վրա։ Կարող եք այն պյուրեացնել կամ ավելացնել մի փոքր վարսակի կամ բրնձի ардանակ։ Առանց շաքարի, յուղի կամ սոխի։ Յուրաքանչյուր գդալը խաղաղության կում է ամբողջ ստամոքս աղիքային համակարգի համար։ Այս ուտեստներով դուք ոչ միայն թեթևացնում եք սթրեսը, այլև ստեղծում եք ներքին միջավայր, որտեղ ենթաստամոքսային գեղձը դադարում է վախենալուց։ Եվ երբ մարմինը դադարում է վախենալուց, այն սկսում է ապաքինվել։ Կարող եք ուտել ամենաառողջ շիլա, խմել բուսական թեյեր եւ պատրաստել բանջարեղեն։ Բայց եթե այս ամենը անեք շտապողականությամբ հեռուստացույցի առջև, շրջապատված լուրերով եւ սթրեսով, դա ոչ մի օգուտ չի տա, քանի որ սնունդը միայն սնունդ չէ, դա ազդանշան է։ Ենթաստամոքսային գեղձի համար յուրաքանչյուր կերակուր հրաման է, կամ աշխատել ամբողջ հզորությամբ, կամ անցնել վերականգնման ռեժիմի։ Եվ այստեղ է, որ սննդային սովորությունները մտնում են խաղի մեջ, որպես ծես, այլ ոչ թե որպես տանջանք։ Եթե ուտելուց հետո ծանրություն կամ փորկապություն եք զգում, քնկոտությունը պայմանավորված չէ չափից շատ ուտելով։ Հաճախ դա պայմանավորված է նրանով, թե ինչպես եք սնվել։ Պարզ բաղադրատոմս։ Ուտեք լուր, առանց հեռախոսի, առանց հեռուստացույցի, լավ ծամեք։ Նույնիսկ եթե դա կարտոֆիլի պյուրե է,
Նստեք ուտելուց հետո 10 րոպե։ Կարող եք տաքացնող բարձիկ դնել ձեր ստամոքսի վրա։ Սա ակտիվացնում է պարասիմպաթիկ նյարդային համակարգը, որը պատասխանատու է մարսողության, վերականգնման և հանգստի համար։ Առանց տապակելու պյուրեով ապուր։ Եվ երբ ամեն ինչ վերադառնա նորմալ, կարող ենք ներկայացնել մի ուտեստ, որը կշտացնող է, բայց ոչ գերհագեցնող։ Ապուր, որը չի տաքացնում ստամոքսը, այլ տաքացնում է ամբողջ մարմինը։ Սա պյուրեով բանջարեղենային ապուր է առանց տապակելու։ Եփեք այն ջրի մեջ, առանց սոխի, լոլիկի, սխտորի կամ համեմունքների։ Իդեալական բաղադրիչներ՝ սուպ գինի, գազար, դդում և մի փոքր կարտոֆիլ։ Եփելուց հետո կարող եք բլենդերի մեջ ավելացնել մի փոքր վարսակի կամ կորեկի արգանակ։ Կերեք միայն տաք, առանց հացի, թթվասերի կամ կրուտոնների։ Յուրաքանչյուր գդալը սննդարար է առանց պահանջների։ Այն խոնավեցնում է, տաքացնում, չի պահանջում ֆերմենտներ և տալիս է ձեզ ապրելու ուժ։ Սնունդը միայն կալորիաներ չեն, սնունդը տեղեկատվություն է։ Եվ եթե այն ճիշտ մատուցեք, մարմինը կհասկանա. ես այլևս կարիք չունեմ տառապելու։ Դուք փորձում եք, ուտում եք տաք սնունդ, եփում եք շիլա, խմում եք բուսական թեյեր, բայց ձեր ենթաստամոքսային գեղձը դեռ բողոքում է։ Հնարավոր է, ձեր սննդակարգում պակասում է մի փոքրիկ բան, որը աննկատելիորեն փչացնում է ձեր վերականգնումը։ Հում բանջարեղենը, հատկապես կաղամբը և լոլիկը, նույնիսկ մի փոքր քանակությամբ աղցանի մեջ, թթվային են և հարուստ են կոպիտ մանրաթելերով։ Արդյունքում առաջանում են սպազմեր, փքվածություն և բորբոքում։ Խմորիչի վրա հիմնված հացը առաջացնում է խմորում, մեծացնում է գազերի արտադրությունը և ծանրաբեռնում է ֆերմենտները։ Լոբին, վլորը և ոսպը առողջարար են, բայց ոչ ձեզ համար։ Այս պահին դրանք աղիքները կոտրող փորձառություն են։ Սառնարանում պահվող կաթնամթերքը, պաղպաղակը և պահածոյացված աղցանները կարող են առաջացնել հիպոթերմիա, ենթաստամոքսային գեղձի ցնցում։ Դատարկ ստամոքսին սուրճը թվում է անվնաս, բայց այն առաջացնում է սուր սպազմ և ֆերմենտային ակտիվության աճ։ Բաժինները չափազանց մեծ են, և ճանապարհին ուտելը կարող է իսկական բեռ լինել։ Նույնիսկ ճիշտ պատրաստված շիլան, որը շտապում եք ուտել, կարող է բեռ դառնալ։ Ենթաստամոքսային գեղձը չի ներում շտապողականությունն ու անկարգությունը։ Երբեմն վնասակար բուժում գոյություն չունի։ Վերացրեք այս մանր խնդիրները, և ձեր մարմինը վերջապես կարող է իսկապես սկսել վերականգնվել, երբ ցավը մեղմանը։ Թվում է, թե ամեն ինչ անցյալում է, բայց այս պահին կարևոր է չշտապել, այլ ավելացնել ինչ-որ բան, որը նրբորեն կաջակցի ձեր ենթաստամոքսային գեղձին ամեն օր։ Սկսեք ցիկորիից, այն պարզապես սուրճի փոխարինող չէ, այլ առողջարար առավոտյան ըմպելիք։ Այն չի պարունակում կոֆեին, բարելավում է լեղու արտահոսքը և սնուցում է միկրոֆլորան։ Մեկ թեյի գդալ եփեք մի բաժակ ջրի մեջ, առանց շաքարի կամ կաթի։ Ռեմիսիայի ընթացքում կարող եք ավելացնել մեղրով տաք ջուր, բայց զգույշ եղեք, որ ջուրը չտաքացնեք, և օգտագործեք ոչ ավելի, քան 1 թեյի գդալ մեղր։ Խմեք այն առավոտյան ոչ թե արթնանալուց անմիջապես հետո։ Սա մեղմորեն կխթանի ձեր նյութափոխանակությունը։ Երուսաղեմի արտիճոկը ամենաթերագնահատված սննդամթերքներից մեկն է։ Այն կայունացնում է արյան մեջ շաքարը, բարելավում է ինսուլինի զգայունությունը և աջակցում է աղիքների գործառույթին, առանց աղիքները ծանրաբեռնելու։ Օգտագործեք այն թխած կամ կաթսայի մեջ, միայն ռեմիսիայի ժամանակահատվածներում։ Եվ վերջապես, բանջարեղենային պյուրեով ապուրը, առանց տապակելու, պարզ ուտեստ է։ Սուպ գինի, գազար, դդում։ Եփեք մի քանի կարտոֆիլ և մատուցեք տաք վիճակում։ Այն սննդարար է, խոնավեցնող և նուրբ է գեղձերի համար։ Այժմ կարևոր է ոչ թե զարմացնել ձեր մարմինը, այլ հանգստացնել այն և օգնել նրան աննկատ վերականգնվել։ Այս սննդամթերքները բուժում չեն, այլ աջակցություն են, որը կարող եք տալ ինքներդ ձեզ ամեն օր։ Դուք ամեն ինչ ճիշտ եք արել, ուտելով տաք սնունդ, առանց ավելորդության, առանց շտապելու։ Եվ հետո մի օր կնկատեք, որ ուտելուց հետո ծանրություն չկա, ստամոքսը չի խառնվում, կղանքը փափուկ է և կանոնավոր քնկոտությունը անհետացել է, և վախի փոխարեն թեթևության զգացողություն ունեք։ Սրանք առաջին նշաններն են, որ ձեր ենթաստամոքսային գեղձը այլևս տագնապի ռեժիմում չէ։ Բայց հիշեք, վերականգնումը մի ակնթարթ չէ, այլ ռեժիմ։ Ձեր ենթաստամոքսային գեղձը հավերժ չի վերականգնվել, այն սպասում է։ Ինչպես եք այն բուժելու ապագայում։ Պահպանեք տաք, պարզ սննդի ծեսը։ Դանդաղ ռիթմ։ Շարունակեք լսել ձեր մարմնին, եթե ուտելուց հետո վատ եք զգում։ Նվազեցրեք ձայնը։ Մի վերադարձրեք վատ սովորություններին միայն դրանք փորձարկելու համար։
Ամրապնդեք ձեր միկրոֆլորան մի փոքր վարսակի արգանակով եւ ժելեով։ Եվ ամենակարևորը, մի սպասեք հրաշքների։ Այն փաստը, որ կարող եք ապրել առանց ցավի, ձեր հաջողությունն է։ Եթե դուք հասել եք այսքան հեռու, ապա արդեն ավելին եք արել, քան մյուսները։ Հիմա մարտահրավերն այն է, որ դանդաղ շարժվեք եւ ամեն ինչ պարզ պահեք։ Երբեմն լավագույն բուժումը պարզապես ձեր մարմնին վերականգնվելու հնարավորություն տալն է։ Աջակցեք ձեր առողջությանը քիչ-քիչ, ամեն օր, քանի որ վերականգնումը դեղահաբի մեջ չէ, այլ այն բանի մեջ, ինչ դուք ընտրում եք ամեն առավոտ։ Յուրաքանչյուր գթալով, յուրաքանչյուր ընդմիջման ժամանակ։ Տեղեկացրեք մեզ մեկնաբանություններում, թե ինչն է ձեզ ամենաշատը օգնել։ Եթե այս տեսանյութը օգտակար էր, խնդրում ենք լայքել եւ բաժանորդագրվել ալիքին։ Սա լավագույն միջոցն է ասելու. այո, ես ուզում եմ ապրել առանց ցավի, եւ ես այդ ճանապարհին եմ։ Եվ հաջորդ տեսանյութի թարմացումներին տեղյակ լինելու համար սեղմեք զանգակի վրա։ Առջևում կան շատ ավելի պարզ, բայց արդյունավետ խորհուրդներ։